Բարև ձեզ Վարդան Վարդանյան VV-Talks հունիսի 3-ն է։ Այսօր խոսենք մի քանի բաների մասին, ընտրությունների Հայաստանում, Թրամփը ինչպես հայոյեց Նաթանյահուին եւ մի քանի ուրիշ հարցեր։ Anyway, ընտրությունները մոտենում են, Ռուսաստանը լրիվ իրան խրկակորցրել է, սպառնում է ամեն կերպ եւ մի քիչ ծիծաղելի է։ Մեկը լիներ Ռուսաստանին բան խրկասկացներ, որ իրավիճակը ավելի վատ է։ Բայց դա ուրիշ հարց։ Դա չի նշանակում, որ պետք է զգուշ չլինել, հա, օրինակի համար անդադ sense ժամանակ մտքովս ինչ էր անցնում, թե ինչպես օրինակի համար Իսրայելը hack արեց, մտավ Թեհրանի այդ փողոցի այդ շարժման տեսախցիկների համակարգի մեջ եւ տեսնում էր, թե Իրանի ղեկավարությունը երբ է գալիս ուր է գնում, որտեղ են հավաքվում, հետո միանգամից սարվածեց այնտեղ։ Մտածում եմ Երևանում էլ ինչքան այդպիսի բաներ կան եւ չեմ զարմանա, եթե հանգարց օրինակի համար ազգային անվտանգությունը կամ ինչ անջատեն այդ փողոցային այդ երթևեկության տեսախցիկները։ Մի քիչ պակաս կաշխատեն ընտրության օրերի, բայց համենայն դեպս եւ պետք չի որ իմանան որտեղ են հավաքվում կառավարության անդամները կամ որտեղ են ինչպես եւ այլն, հա։ Ստայ այդ բան արդեն տեսել եմ, մտածել են, եթե ես մտածել եմ, իրանք են մտածել եւ ուրիշպեսի հարցեր, այսինքն դա միշտ կա, պետք է հիշել, որ հոկտեմբեր 27 չսարքեն կամ ինչ-որ մի բան չանեն։ Բայց իրականում չեմ կարծում իրենց որևէ բան հաջողվի։ Իրենց դեսպանին հետ կանչելն եւ թույլություններ ցույց տալիս, բայց միաժամանակ ցույց տալիս, որ այս ժամանակ, երբ որ խառը բաներ կարող է լինեն, դեսպանի ներկայությունը այդքան երևի բան չի։ Ցանկալի չի։ Համենայն դեպս, այդ ասելով հանդերձ, ես ոչ թե վախ եմ ուզում տարածեմ, ասում եմ այդ կազգուշնել, բայց ես վստահ եմ 100%, որ իրենց ոչ չի հաջողվելու տարբեր պատճառներով դրա մասին։ Մի քանի պատճառներ կան, որ չեմ ուզում հիմա անդրադառնամ, բայց հետո կխոսամ դրանց մասին ավելի մանրամասն։ Միացյալ Նահանգները իր հերթին արդեն ասել է, որ խելոք մնացեք, այդպես բաներ չանեք հանգարց։ Էլի դետալների մասին էլի առանձին կխոսամ։ Ամերիկայի մասին երկու բան ասեմ, իմ ամերիկյան լսողների մասի հետ կապված հետաքրքիր լինի նաև իրենց։ Բոլորին պարզա, որ Թրամփի վիճակը շատ լավ չի այդ իմաստով, քաղաքական իմաստով, որտեղ չի կարողանում իր նպատակներին հասնի եւ առաջին հերթին ասենք թե Իրանի հետ բանակցությունները կարողանա ինչ-որ մի վերջնակետի հասցնի։ Ինչու չի կարողանում, որտեվ երկու պատճառ կա։ Մեկը իհարկե իր նշանակած մարտիկ Վիտկոֆն ու իր բանը Փեսան Կուշները բոլորովին ընդունելի չեն Իրանի համար, այդպես էլ ասել են ամերիկացիները, եթե պետք է բանակցելու համար ուղարկեք այդ երկու հրյա անշարժ գույքի բաներով, վաճառականներով մենք չենք խոսալու նրանց հետ։ Եվ դրա համար խոսակցություն տանում են պակիստանցիները, պատկերացնում եք, չէ՞։ Ինքը ուրիշ մարդ չի ուղարկում, այս երկուսին էլ չի կարող ուղարկի։ Եվ բանակցում է Իրանի հետ պակիստանցիների միջոցով, այսինքն մի քիչ շատ տարօրինակ համակարգ է, դարձրել է իր մոտ։ Բայց էսա Այդ էլ բավական չի, ինքը չի հաջողվում, որովհետև ամեն անգամ, որ հենց մի բանի վրա պայմանավորվում են, իբրև թե, հիմա տեսեք պրոբլեմը ինչ է, երկուստեք։ Մի կողմից Թրամփն ասում է, որ հենց որ Իրանի հետ պայմանավորվում ենք, բայց չգիտենք այնտեղ այդ IRCG-ի այդ գեներալները ինչ կասեն։ Մենք այդտեղ պայմանավորվում ենք, կարող է զարթներ ասեն, այդ ամերիկացիների հետ պայմանավորվածը ոչինչ չարժի, մենք չենք հետևելու դրան։ Մենք մեր դուրը չի գալիս, հա, այդ մի պրոբլեմ, հակառակ կողմից էլ պրոբլեմը որն է, երբ որ էլի ինչ-որ մի բանի են գալիս և Իսրայելի դուրը չի գալիս, Իսրայելը փաստորեն, ինչպես Guardian-ը ասեց, բրիտանական ասեց, որ փաստորեն Իսրայելը վետո ունի, ինչ պայմանավորվես, չպայմանավորվես, իր դուրը եթե չեկավ, ինքը սկսում է մի բան անել, որը դարձնում է այդ ամբողջ բանակցային process-ը զրո, այսինքն ինքը կարող է ռմբակոծի Իրանին, կարող է Լիբանանում այդ հարվածներն է, որ տալիս է, որ Լիբանանը այդ ընդհանուր package-ի մեջ էր մտնում պայմանավորվածության
որ ընդեղ էլ պիտի պատերազմը դադարեցվի եւ այդ Հեզբոլայի դեմ բանը չէ եւ այլ այս բոլորը չէ եւ Իսրայելը շատ Նաթանյահուն շատ հաջողությամբ բոլոր տեսակի պայմանավորվածությունները որ ինչ որ ջանքերով հասնում են լրիվ զրոյացնում են Իրանը չպետք չի որ այնտեղ Իրանում մանգարց ինչ որ խաղաղություն ունի կամ ամերիկացիները վերկանան գնան տուն, նավթի գները իջնեն, բոլորը հանգստանան եւ այլն, հա, իրան այս բանը պետքա շարունակվի, ուրեմն այդ իր գործն է անում։ Սա ուրեմն որքան նեղացրեց այդ հանգամանքը կոնե Իսրայելի կողմից այդ բռնած այդ որ Տրամպը վերցրեց հրախոսը եւ զանգ տվեց Նաթանյահուին ու ասաց որ դու ինչ ես անում։ Բավական կոպիտ ձևով, այսինքն այս լսողների բաներն եմ ասում, ես իրար վրա գոռալու է հասել գործը, որ դու պայմանավորվել էինք, որ դու Լիբանանում չես այլևս շարունակելու այդ ռմբակոծումները կամ ինչ որ բաներ հողեր գրավես, ինչ բաներ ես անում, այլ ասել ես իմ երկրի շահերը պետք է անեմ, հետևեմ ոչ թե քո ինչ որ հայտարարություններով շարժվեմ, ես Նաթանյահուն ասել։ Մի խոսքով Տրամպը պայթել է այդտեղ տեղի վրա, սկսել է ինչ ասել, որ դու ախմախի մեկն ես, քո այդ պատճառով ամբողջ աշխարհը ատում է քեզ էլ, քո երկիրն էլ առանց ինձ դու բանտ կգնայիր, դու էֆին աննորմալ ես, սենց բաներ։ Այդ խոսակցությունը այտենց շատ վատ է վերջացել։ Նաթանյահուն ոչ մի քայլ հետ չի տվել բոլորովին։ Այնտեղ իբրև ռմբակոծումները հարավային Լիբանանում մի քիչ պակասել է, կամ սենց ասենք Բեյրութ պետք է խփեին այդ իբրև թե չեն խփելու, չհավատակ երբեք, բայց գրավեցին այն ամրոց կար այնտեղ մի հատ հին միջնադարյան, հա, այնտեղ տեմպլերների կառուցած եւ այլն սենց բաները նստել են, չեն ուզում դուրս գան եւ այլն։ Հիմա սա գժվացնում է Տրամպին այս հանգամանքը, որ ինքը ոչ այս կողմից է բան ստանում, թիկունք ստանում Իսրայելի կողմից, ոչ էլ կարողանում է այն կողմի հետ խոսա, որովհետև այդ IRCG գեներալները նրանք էլ չեն ուզում որևէ բանի համաձայնության գալ, հուսալով, որ հիմա շուտով արդեն ընդեղ է հասնելու գործը, որ տարբեր երկրների նավթի պաշարները այնքան են պակասելու, որ գները շատ են բարձրանալու եւ դա ճնշում է դնելու Միացյալ Նահանգների վրա, քանի որ ճնշում է դնելու հատկապես ոչ թե այստեղ նավթը անհայտանալու է, բայց եթե նավթի գները աշխարհում բարձրանան, նավթային ընկերությունները հո չեն ասելու, որ մենք որտեվ Ամերիկայում նավթ ունենք, գինը ավելի պակասով կարող ենք ծախել։ Ասում դե շուկայական գինը հիմա սա է, մենք էլ այդ գնով ենք ծախում։ Ռուսաստան չի որ իրան հրամայես, ասես թե պետք է դու ինչ որ գնի ծախես, որպեսզի ժողովրդի համար մաչի լինի։ Տենց չի աշխատում Ամերիկայում, ազատ շուկա է։ Եվ Տրամպը դա գիտի, ինքը չի կարողանում ճնշի, որ գները ցածր պահեն այստեղ։ Ինքը միայն կարող էր, ասենք, գների վրա ազդել այդ Միացյալ Նահանգների նավթի մեծ պաշարները շուկա նետելով, այսպես ասած, որպեսզի առաջարկը մեծանա, բայց այդ պաշարներն էլ սահմանափակ են, արդեն արել են, քանի ինչ-որ միլիոն բարել են ծախել արդեն, եւ նույնը կատարում է ուրիշ երկրներում այս վիճակը, հետեւաբար սա այլևս լավ չի, կոպիտ ասանք, հա։ Եվ սա Տրամպին խայտարակ frustration է տալիս, since ջղայնության մեջ է գցել, մի կողմից ուրեմն այս անհաջողությունն է, մյուս կողմից այն իր անհաջողություններն են ներքին քաղաքական դաշտում։ Հիմա ինչի մասն ենք խոսում, դատական ուրեմն իշխանությունը անընդհատ իրան հետևի ինչ որ պարտություններ է տալիս շատ կրիտիկական հարցերում, որ ինքը չէր սպասում, ասենք մի երկու տեղ ինքը շահեց, որովհետև թույլ տվեցին, որ ինչ որ ասենք թե ընտրաշրջանները վերափոխի կամ չգիտեմ ինչեր կատարվեն որոշ նահանգներում, դրա մասին ասել եմ, չեմ անդրադառնալու, բայց օրինակի համար այդ իր մեծ բոլրում էր կառուցում Սպիտակ տան մոտ $1 միլիարդ ավելի, չգիտեմ 1.3, ասեց չես կարող անել, այս գժվացրեց իրան, այնտեղ իր ամենակարևոր բանը դատական ինքը կորուստը, այնտեղ իմիգրացիոն հարցերում որ անընդհատ ասում են չես կարող այս մարդկանց հանել, այս տեսակի բաներ, որոշումները սխալ են, բան,
Սա էլ խոչընդոտներ է, շնայած շատ բան անտեսում է իրանց Homeland Security-ին, այս բաներում, որ հետո գալու է իրանց գլխին իհարկե դրա համար, որտեղ անտեսել են եւ չեն կատարում դատական հրամանները, բայց դա էլ խնդրեմ է։ Եվ իհարկե ամենակարևորը դա այդ որ ինքը կորցրեց այդ տարիֆների հարցում, այդ տարիֆները, որ ինքը սահմանում էր անդադ բարձրացնում էր, իջացնում էր, բարձրացնում էր, որ ես երկրների հետ հանեց դարձած, չգիտեմ, քանի տոկոս ներառյալ Հայաստանի հետ առևտրի բանում, դատարան ասել դրանք դա բոլորովին բան էր, ապօրինի էր, դու չէր իրավունք չունեիր այսպիսի բան անել, եւ ոչ թե միայն դա, այլև պետքա աստորեն այդ քանի որ ապօրինի ես վերցրել այդ դրամը, այդքան հավաքել, խոսքում մենք գլուխեր չէ գովում Թրամփը միլիարդներ, ես չգիտեմ հավաքել ենք մենք, մեր հարստացել ենք, Չինաստանն ա վճարել, իհարկե բոլորին պարզավոր չէ, բայց ես ինքը ումից ա հավաքել, ներմուծողներից, որ ապրանք ա ներմուծում, սրանք ովքեր են հիմնական ինչ-որ կամպանիներ են կամ անձեր են, չէ, ամերիկյան, որոնք հարկատուն են, այսինքն իրենք այդ ներմուծման համար ուրեմն թուրքը վճարել են տարիֆը։ Հիմա պետք է վերադարձվի ուրեմն, եթե ապօրինի ես վերցրել, փողը չես կարող վերցնես ու չտես, պահես։ Իրանք խառնվել են իրար, խոսքը գնում է միլիարդների, հարյուրավոր միլիարդների մասին, նույնիսկ ասում են տրիլիոնից ավել։ Որտեղից է գալու սա, այդ փողը որ հավաքվել է, այդ փողը ծախսվել է, միանգամից մտել է պետական եկամուտի մեջ, ընդհանուր հարկային եկամուտների մեջ եւ ծախսվել է, բյուջետավորված է ամեն ինչ, ազատ փողեր չկան նստած ինչ որտեղ, որ կարող ես հիմա վերցնես հետ տաս ժողովրդին, չէ, ումից որ վերցրես այդ տարիֆները։ Ոնց ես անելու դա։ Կքանդի ամբողջ երկիրը այդ բյուջետը։ Հիմա այդ դրա մասին ինչ որ տենց վախ կա, եւ վախ կա, որ սա կարող է գործը նեղ հասնի, որ մարդիկ են դատեր բացել պետության դեմ իրենց փող ուզելու համար եւ խրվեն այդ բանի մեջ եւ այդ շատ անգամ այդ դատեր բացողները ունելու են տարբեր երկրների կամպանիներ, որտեղ իրանք են ներմուծում այդ ապրանքը, ասենք թե Mercedes-Benz-ը, Mercedes-ի մասեր է ներմուծում Ամերիկա, ստեղի գործարանի համար կամ դիլերշիփների համար, վերանորոգումների համար կամ մեքենաներ է բերում, չէ, Ամերիկա, ամեն ինչ Ամերիկայում չի սարքում, մի հատ գործարան ունի Ամերիկայում, այդ մեծ SUV-ներն են սարքում այդ։ Բայց մնացածը ներմուծվում են։ Հիմա դու ուրեմն պետք է Mercedes-Benz-ին եւ ընդհանրապես կամ այն դիլերներին, որոնք որ վճարել է տարիֆը, դրանց պետք է հատուցել։ Շուրգան ու սրան դատի տան, պատկերացրեք, այս բանը, հիմա կոնկրետ Mercedes-ի մասին չեմ խոսում, ընդհանրապես կոնցեպտն եմ ասում։ Եվ սա մեծ իհարկե խնդրեմ է, գլխացավ է, որը չգիտեմ ինչ են անելու, տակից չի կարողանում դուրս գա ոչ մի ձևի։ Այնտեղ հասավ գործը, չնայած որ ինքը իր primary-ների ժամանակ, հիմա այս շաբաթ primary-ներն էին ընտրությունները, եւ նոյեմբերին կլինեն արդեն միջկուսակցական այդ կռիվը կսկսվի ընտրությունները, բայց հիմա ներկուսակցական ընտրությունները կատարվեցին, ուրեմն եւ այդ ներկուսակցականի մեջ ռեփուբլիկանների, այն ռեփուբլիկաններին, որոնց Թրամփը չէր հավանում, ինքը իր սիրած ուրեմն տեխնացուները առաջարկեց կամ նրանց բան արեց, գովազդեց, ասենք, շատ անգամ դրանք հաղթեցին, մի քանի 4 դեպքում կարծեմ։ Եվ դա իր համար շատ լավ էր, 4-5 էր, маш կարևոր չի։ Բայց հետաքրքիր բան ստացվեց, ինքը տեսավ, որ իսկապես սրա վերջը լավ չի լինելու, եւ ինքը շատ հնարավոր է որ կորցնի։ Իր ճառերից մեկում ճառավորն է, իր ուրեմն դրագլողների այդ հարցերից պատասխանելու ժամանակ ասեց, ինչ հետաքրում ես primary-ներում կամ նույնիսկ նոյեմբերի election-ներում ինչ է լինելու։ Դա ինչ է նշանակում, իհարկե հետաքրքրում է, շատ էլ հետաքրքրում է, որ շատ քրիտիկական դա հարց է։ Այդքան ջանք ես գործածում դրա վրա, այդքան փող են ծախսում, որպես իրանց ուզած մարդը հաղթի եւ այլն։ Այդ հենց նես չի արվում, չէ՞, որ իր ասածը լրիվ շինծու էր եւ բայց ասեց։ Եվ սա կարծես սիգնալ էր ընդհանրապես արդեն ռեփուբլիկանների համար, որ թույլատրել է Թրամփը շատ։ Միայն սա չէր, որոնք տեսնում են ընդհանուր պատկերը։ Եվ նաև ուրիշ բան կատարվեց։ Թրամփը իսկապես
անհանգստացած է իր ապագայի մասին։ Այնքան անհանգստացած է, որ սկսեց արդեն Պուտինյան քայլեր անել։ Հիշում եք, որ Պուտինը օրենք անցկացրեց, որ պրեզիդենտը երբեք չի կարող հետաքննության ենթարկվել կամ խուզարկության ենթարկվել գործի ժամանակ կամ թոշակի գնալուց հետո։ Ուրեմն տենց Ռուսաստանում տենց օրենք անցկացրեց Պուտինը։ Ամեն մեղքից վրա որ անդադ ընտրվեց կոնստիտուցիան 2 անգամ փոխելով եւ այլն։ Ուրեմն նա մտածում էր, որ հա, երբ որ մի օր չես իմանում, ես նենց լինի, որ ստիպված լինեմ լքել, ասենք, պաշտոնը, ոչ թե գործի վրա մեռնեմ, ասենք, սովետական լիդերների նման, կամ Հռոմի պապերի նման, այն դեպքում պետք է ապահովել թիկունքդ, որ քեզ ոչ մի հետաքննությունների կամ քրեական բաների պատասխանատվություն չկանչել։ Թրամփը ուրեմն նույն խելքով հետաքրքիր մի հատ բան արեց, մի հատ նայեք ոնց է մտածում ես մարդիկ։ Ուրեմն նախ դատի տվեց Թրամփը, լինելով կառավարության ղեկավար, դատի է տալի նույն կառավարությանը, government։ Ինչու նախքան իր պրեզիդենտ դառնալը իր հարկային ուրեմն փաստաթղթերը 1998 թվականի թե ինչ լիք ա եղել ինչ որ ձևով, ոչ մի դժբախտ չի, եւ մարդիկ իմացան, որ ինքը 10 տարի ինչ որ ոչ մի կոպեկ հարկ չի վճարել, եւ հիշում եք այդ իր ընտրապայքարի ժամանակ հարց տվեցին, բայ ինչ չես վճարել բան, ասաց, որտեվ ես խելոք եմ, որտեվ ես օրենքները կարողանում եմ ճիշտ ձևով գործածեմ եւ այլ մարդիկ ասին երևի ճիշտ է էլի ասում, խելոք է։ Հիմա այն ժամանակ փաստորեն ինքը իրան դա ներկայացեց խելոք լինելու համար, որ ինքը ինչու հարկ չի վճարել, հիմա ինքը այդ փաստը, որ ինչ որ ձևով այդ իր հարկային ուրեմն return-ները, tax return-ն ասում, լիք են եղել, դուրս են եկել, դատի է տալիս Միացյալ Նահանգների հարկային տեսչությանը եւ փաստորեն որ իմ անձնական ինֆորմացիան դուրս է եկել։ Հետո, ինչպես միշտ լինում է, երկու կողմերը սկսում են արդեն խոսալ, բանակցել, որպեսզի խուսափեն դատարան գնալուց, դες ասած, եթե կարելի է իրար հետ բարիշել։ Եվ այս խոսակցության երկու կողմերը ովքեր են, մի կողմից Թրամփի լոյերներն են, անձնական իր փաստաբանները։ Խոսում են կառավարության կողմից Թրամփի նշանակած Justice Department-ի, այսինքն գլխավոր դատախազի լոյերների հետ եւ հարկայինի լոյերների հետ։ Ուրեմն Թրամփի լոյերները խոսում են իր նշանակած մարդկանց հետ փաստորեն։ Ինչի մասին։ Իր իսկ բերած իր կառավարության դեմ դատի մասին։ Եվ հանգում են մեծ կոմպրոմիսի։ Այս կոմպրոմիսի պայմաններից մեկը ինչն էր, որ ուրեմն հարկայինը երբեք ցմա երբեք ասենք չի կարող ստուգել կամ գործ բացել Թրամփի կամ իր տղաների հարկային գործերի նկատմամբ նախքին, այսինքն գործեր հարկային որևէ պարտավորության նկատմամբ։ Ուրիշ խոսքով, ինչ արել եմ, ինչ կերել եմ, ճիշտ եմ արել, սուտ եմ արել, ինչ եմ արել, դուք ինչ ունեք հիմա հայտնաբերած իմ վրա, ինչ գործեր կային, հիշում եք, որ ինքը գործ ուներ հարկայինի իբրև թե անդադ քննության տակ էր, դրա համար չէր ուզում հայտնել, թե ինքը ինչքան տաքս է վճարել եւ այլն։ Երբեք չեն կարող ստուգել, երբեք չեն կարող նայել եւ ոչ մի ադմինիստրատիվ կամ քրեական գործ չեն կարող իր նկատմամբ կամ իր տղաների նկատմամբ կամ իր կամպանիների որպես իրավաբանական անձանց նկատմամբ բան գործ բացեն կամ ստուգում ունեն։ Մյուս բանը այն էր, որ պայմաններից մեկը, որ համաձայնվել է իր նշանակած ուրեմն չինովնիկները այն էր, որ դա նախևառաջ ես առաջինը շատ մեծ քննադատության արժանացավ, որ նույնիսկ ռեփաբլիկանները ասում են լավ էլի,
Ինչ է նշանակում։ Նախ եւ առաջ ինչ իրավունք ուներ բանը, այդպիսի ոնց ասեմ, բան տա, ամնիստիա ոնց որ ասում են, տան որևէ մեկին։ Դե ասում են, հա, լինում է, տենց կարող ես տալ բան եւ այլ։ Ընդհանրապես տենց բան լինում է, եթե նա մեծ դիմացի կողմը ինչ որ օգտակար բան է անում պետության համար, օրինակի համար ինչ որ մի քրեական մարդու, ասենք նարկոբարոնի կամ ինչ որ մի մաֆիոզի, որին բռնել են հետաքննում են, ինքը ասում է, այ ես ես կտամ այս ինֆորմացիան, որի շնորհիվ դուք կարողանաք այս ավելի մեծ հանցագործների բռնեք կամ այս ամբողջ կազմակերպությունը փակեք։ Դրա փոխարեն դուք համաձայնում եք ինձ երբեք այլևս չեք քննելու դատի տակ իմ նախկին արածների համար։ Սրանից հետո բնականաբար քեզ ոչ ոք գարանտիա չի տալիս, որ դու շուրգաս նորից մարզպանես, չի լինի։ Եվ այս լինում է, բայց հիմա այստեղ ինչի մասն ենք խոսում, սենց blanket այսպիսի բան է տալիս այս մարդուն, ինչի համար, որտեղ ինչ որ մի հատ ստից դատակ ես դերել, թե իմ նախկին հարկային թղթերս դու դուրս ես թողել։ Այս տենց մեծ շռայլ բաներ չեն տալիս սովորաբար, հա։ Ամենանեւս սա տվել էին, սրա մասին արկին քննադատություն եղավ, բայց սա մնացել է։ Երկրորդ իրանց այդ պայմանագրի մեջ Տրամպի եւ իր կառավարության դեմ, ասենք, հետ որ պետքա մի հատ, ուրեմն լսեք, պետությունը, կառավարությունը իր փողերով, իր բյուջեով մի հատ ֆոնդ ստեղծի, կոչվում է anti-weaponization fund, հակա բացատրեմ ինչի նպատակով է կհասկանաք, ուրեմն մի հատ ֆոնդ ստեղծի, որը պետքա փակի ծախսերը իրավաբանական փաստաբանների եւ այլն որևէ մեկի, որը որ կհամարի, որ իր դեմ եղած գործը, քրեական գործը դա հետապնդելու համար է եղել։ Դա այսինքն կառավարական ստրուկտուրան, դատախազությունը օրինակ, իր իրավասությունը վերածել է զենքի այդ մարդուն կյանքը փչացնելու համար, ասենք ասենք, հետապնդելու համար։ Այսինքն, բարձ ասած, ես համաձայն չեմ, որ դու ին վրա գործ բացես, ուրեմն դե որ տենց է այս ֆոնդը, որ դու ինքը դատախազությունը դες ստեղծում պետական բյուջեի հաշվին։ Այդտեղից կվճարես, որպեսզի ես փաստաբաններ ունենամ, որպեսզի ես քո դեմ կռվեմ։ Դե այդ իհարկե գրած է, այդ բոլորի համար իբրև թե, բայց հիմնականում դա Տրամպի համար է։ Ուրիշ խոսքով, Տրամպը եւ ընտանիքը, լինելով պրեզիդենտ, դատի են տալիս իրենց հենց կառավարությանը, հետո նստում են բանակցում են եւ որոշում են, որ այդ կառավարությունը ստեղծի իրենց համար մեծ 1.8 միլիարդ դոլարի ֆոնդ, որ երբևէ ինքը կամ իր տղաները որևէ քրեական գործով կամ ինչ գործ ուզում լինի, հարկային կամ այլն, իրանց դեմ դատական գործ բացվի կամ քրեական գործ բացվի, այդ ֆոնդից, հենց կառավարության բյուջետից ստեղծված ֆոնդից, իրանք կարող են օգտվել իրենց լոյերներին վճարելու համար։ Մի հատ պատկերացրեցիք, ես ինչ մարդը ինչ բաներով է մտածում, մակարդակի վրա է մտածում։ Այսինքն Ամերիկայի իրան քվեարկող հարիվների 99% չի կարա երևակայի են էսենց բան էլի, բայց իրան կարելի է եւ դա ընդունելի է, որ Տրամպի կարելի է։ Anyway, այս արդեն սահմանը անցավ, MPC մի հատ բունտ ասենք, հա, MPC մի հատ ապստամբություն բարձրացավ կոնգրեսում, սրա վրա որ ռեփաբլիկանները պարզապես ասել են, որ մտներով չանցնի սենց բան լինի, եւ դատախազությունը DOJ ասաց դե հա, այս մի կետը մենք հանում ենք, սեղանից վերցնում ենք։ Դա շատ դժվար է ասել, թե դա ոնց է վերցնում, եթե դա արդեն համաձայնված settlement-ի մաս է կազմում։ Այս մի կետը հիմա հանելու ենք, մնացածը պահելու ենք եւ ոնց այդ ինչ եւ այլն։ Եվ այդ էլ ասեմ, ինչքան էր դատի տվել Տրամպը, գիտեք, այդ իբրև թե իր տաքսերը դուրս են եկել ապօրինի ձևով 10 միլիարդ դոլարի դատ էր բացել Միացյալ Նահանգների դեմ։ Եվ որպեսզի yani 10 միլիարդ դոլար չես վճարում, դե այս ֆոնդը ստեղծի լոյերների համար, որ ես պետք ունենամ հետո գործածեմ։ Եվ էլ համաձայնվի, որ երբեք իմ կամ տղաներին դու չես կարող հետաքննել կամ տաքսերը նայել եւ այլն։
ուղղակի մի հոյակապ իրավիճակ են ստեղծել։ Այս չանցավ, այս վերջինն արդեն չեմ կարծում ընդհանրապես էս անցնի եւ վերջում ամբողջ նորից դատարանը նայելու է, ասելու է ամբողջը բիլա թափեք դուրս, ինչպես օրինակ ասեցին վերջապես հարկային քո բանը տարիֆները ապօրինի են, այն ժամանակ ահագին վիճեցի ինչ է, նույնիսկ Գերագույն դատարանի առաջ իրանք իրավունք ունեն երկու օրենքներ կար, որի համաձայն ինքը կարծում էր ինքը իրավունք ունի տարիֆները բարձրացնի։ Ես էլ դրա մասին խոսացել եմ երկու անգամ, որ տարիֆը դա Թուրքի ձև է, որը վճարում է քո քաղաքացին։ Պարզապես դու եթե գնաս ասես, որ ես քո եկամուտահարկը բարձրացնում եմ, ասենք թե, բոլորը ասեն, եկավ Թրամփն ու մեր եկամուտահարկը բարձրացրեց, որպեսզի, ասենք, պետական բյուջեն չաղացնի կամ իր պարտքերը փակեն եւ այլն։ Բայց եթե այս տարիֆ ես բարձրացնում, որ դու ինչ է նշանակում, ամեն անգամ ապրանք որ առնում ես, այդ տարիֆը մտնում է ապրանքի գնի մեջ, չէ՞։ Դու այդ ապրանքը առնում ես, ուրեմն այդ մի մասը գնում է պետությանը տարիֆի ձևով, էլի հարկի ձևը, հարկ, էլի գնում է բյուջետի մեջ։ Ինչ տարբերություն։ Սա consumption tax-ի ձև է, այսինքն գործածման Թուրքի ձև է, ոչ թե եկամուտի վրա է դրվում, այլ ապրանքի վրա է։ Sales tax-ի նման բան ստացվում։ Համենայնդեպս էսի տարբեր հարցը ավելի շուտ VAT tax-ի նման ավելի շուտ նման ասում, չեմ ասում նույնն։ Բայց համենայնդեպս եւ էս էլ կարող է դատարանը հետո գա ասի, որ էս պայմանագիր ընդհանրապես բանի պետք չկա սա վրա եւ դու կարող ես ենթարկվել քննությունների կամ քրեական գործերի եւ այլ եւ այլ։ Մի խոսքով սա էլ ընդհանուր իրավիճակի մասին Տրամփի անձնական խնդիրներից եմ մի քիչ խոսում ստեղ։ Հիմա լավ չի իրավիճակը։ Քանի որ անելանելի վիճակի մեջ է գտնվում։ Պարսկաստանի հարցում, Իրանի հարցում չի կարողանում մեջից դուրս գա։ Իսրայելի չի կարողանում ոչ խոսք հասկացնել Նեթանյահուն անում է ինչ որ մենք իրենք որ միշտ էլ անում է ինչ որ ինքը ուզում է անի, բոլորին իրեն չի ուզում թե դու ինչ ես լինելու այնտեղ, քո քաղաքական կարիերան համար, այսպես ասած, արդեն վերջացած է, որովհետև էլ չես նորից վեր ընտրվելու, դե հիմա էլի քեզ ինչ ասում ենք գործածենք եւս մի երկու տարի, հետո էլ գնալու ես արդեն ինչ կլինի քեզ ոչ մի ինչ հետաքրքրում։ Տրամփը միջև հիմա չի կարող ների, եթե ասեմ, ինքն էլ չէ, բան Պուտինի նման sense հիշողներից է, չի կարող ների այն հանգամանքը, որ ինչի, երբ որ ինքը կորցրեց Բայդենին, այնի դա առաջի պրեզիդենտակցությունից հետո, Նեթանյահուն զանգել շնորհավորել էր Բայդենին, ոնց թե դու շնորհավորել ես իրան, այն ժամանակ արդեն ինքը սկսել էր հայոյել Նեթանյահունին, բայց հետո ճար չուներ, ոնց որ ասում են։ Պետք էր սիրաշահել իրան այնտեղ նվերներ տալ եւ այլ, որպեսզի նորից ընտրվեր եւ ցույց տար այդ մեծ բարեկամությունը բանի Իսրայելի Միացյալ Նահանգների միջեւ, ուրիշ խոսքով։ Հիմա արդեն երկուսի համար էլ պարզա, որ այս վերջանալու է այս եղբայրությունը, ասենց ասենք, այս իրար միջեւ որ կա։ Բայց համենայնդեպս Իրանը շատ լավ հասկանում է այս հարաբերությունը, ես դինամիկան իր համար պարզ է եւ հանգիստ սպասում են, որ տեսնենք ով ավելի առաջինը թերթելու, այսպես ասած, տեղի տալու, որտեղ ճնշումը ում վրա է ավելի շատ։ Այն հանգամանքը, որ Իրանի ժողովրդի համար դժվար է, դա չի փոխում, ասենք թե այդ IRCG գեներալների ոչ ստատուսը, ոչ իրանց կյանքի մակարդակը, ոչ էլ իրանց իշխանության վրա, այսինքն երկրի վրա ունեցած իշխանությունը։ Իսկ այս կողմում շատ ավելի հոսուն վիճակ է, չէ՞, անդադ կարող է փոփոխություններ լինի եւ այլ, այսպես բաներ կա եւ դա դրամարնակ չեն շտապում, բայց ասում են եկեք խոսանք։ Մենակ թե այս ախմախներին չուարկեք ստեղ։ Մենք չենք ուզում խոսանք Վիտկոֆի ու այդ բանի հետ, անում ինչա։ Կուշների հետ։ Դե Կուշներն ասում գնում եմ գալիս եմ որ ինչ անեմ այնտեղ արդեն տարբերություն չի անում։ Ստեղ Իրանից փող աշխատելու հարց չկա։ Եթե բանակցությունները լինեին, ասենք թե Ռուսաստանի հետ կամ լինեին, ես չիմանամ, մի ուրիշ միջին արևելյան երկրի հետ, Կատար եւ այլն, հա, այնտեղ մեջ լինես, որպեսզի քո, ասենք
իրենց ուզած տեսակետը պաշտպանելու համար դուք քեզ կաշառք տային։ Ասում Իրանից ինչ ես վերցնելու։ Խառնվեմ ինչ օգուտ ուներ։ Սկզբում պետք էր խառնվել, որ հանկարծ արագ խաղաղություն չլինի։ Բայց հիմա արդեն Իսրայելը այդ հարցը լուծում է պատերազմական ձևով, այսինքն հենց որ մի բան են ուզում կնքեն, ինքը ոնց որ ասացի խփում է կամ Լիբանանում կամ հենց Իրանում եւ ամեն ինչ խառնում է իրար նորից։ Սույ այդքան էական չի այլևս Վիտկոֆը, բայց որ իրանց փոխարենսկի, ասենք Ռուբիոին չեն ուղարկում խոսալու կամ ինչ որ հարաբերությունների բա, այդ արդեն շատ վատ է, էլի։ Այդ մի հատ մտքում պահեք sense հետևում մտքի։ Anyway, խոսանք մի երկու բան էլ այս Իսրայելի պլանների մասին long term, հա, մի քիչ։ Իրականության մեջ պետական շահի իմաստով իրանց մոտ անձական Նաթանյահուի շահը չեմ ասում այս վարքյանին դա նույն բաները չեն իրանք տեսնում են որ պետքա լուրջ վերցնել Թուրքիայի ֆակտորը այս նոր բան չի հարածվի իհարկե բայց այս նոր բանը որ չի պարզապես նշանակում է որ հիմա ավելի առարկայական է դարձել պետք է ավելի դրանով զբաղվեն նախ եւ առաջ Թուրքիան ավելի զարթնել եւ ինչ որ քայլեր անում իրաց նկատմամբ, որը արագացնում է process-ը։ Ինչի մասն եմ խոսում։ Նախ եւ առաջ ասել եմ այդ գազը, որ հայտնաբերել են միջերկական ծովում, արևելյան մասում այնտեղ, Իսրայելը Կիպրոսի հետ միասին սկսեցին շահգործելու աշխատանքներ։ Թուրքիան խառնվեց, ասեց մի վարքյան ես եմ ստեղ բոսը, եթե պետք է ռազմական ուժերով ես սա իմ կոնտրոլի տակ կվերցնեմ ու դա ոչ մեկին իհարկե դուր չեկա բացարձակապես ոչ Ֆրանսիան դա դուր եկա որտեղ նա խառնվեց իրար ոչ Ամերիկային հետ պետք ոչ մեկի պետք չէր Թուրքիայի իր շահերի հա պնդումը ասենց ասենք բայց դա մեծ խնդիր է Եվ Իսրայելն ու Կիպրոսը ուրեմն մտածում են հիմա այդ գազը ոնց ենք մենք տանելու Եվրոպա, թե Թուրքիան մտածում է ոնց ենք տանելու, ասենք Ռուսաստանից, Ադրբեջանից կամ Թուրքմենստանից եւ այլն ամեն տեղից եկած գազերը կամ նավթերը մենք ենք հաբը լինելու մեր մոտ մեր միջով պիտի անցնի, ոչ թե ինչ որ հանգարց նոր աղբյուր պիտի առաջանա, որ ավելի մոտիկ է Եվրոպային, ավելի էժանա եւ իհարկե ավելի էժան է եւ ավելի ասենք թե մաչելի է բայց քանի որ այս մրցակցությունը կա սրանք խելոք են ասեցին որ դա միայն պարշի որ մենակ պետք է անպայման խողովակներով գազ տանենք շատ խապճու կարելի է նաեւ այդ գազը մենք վառենք ստանանք դրանից էլեկտրականություն եւ էլեկտրականությունը ծախենք Եվրոպային մաքուր եվրոպացիները մաքուր էներգիա են ուզում չէ օքեյ Ձեզ էլեկտրական լարերով, կաբելներով կհասցնենք ձեզ այդ էներգիան։ Դա իհարկե թուրքերին ընդհանրապես խառնեց իրար, որտեղ բա ինչ ես անելու նախ եւ առաջ։ Եվ այս հարաբերությունը իրականության մեջ շատ ավելի sense դարձել է թեժ վիճակ հիմա այստեղ հանգարց հիշել են այստեղ Թուրքիայի բոլոր մեղքերը։ Եվ խոսում են դրա մասին հաղորդումներ են սարքում, դրա մասին ինչ է սանում են։ Արդեն խոսացել եմ Ամերիկայի դիրքորոշում Թուրքիայի նկատմամբ, որ ընդեղից բազաները հանում են, քաշում են, տանում են եւ տանում են Հունաստան։ Հունաստանը այն խելոք երկիր է եղավ, ոնց որ ասել էի, որ այս պատերազմի ժամանակ, երբ որ Բրիտանիան, ես ինչ իմանամ այնտեղ Իսպանիան եւ այլ բոլորը սկսեցին ասել մեր օթային տարածքով չես կարող թռչել մեր երկրի բազաներից չես կարող գնալ Իրանի հետ կռվել հանգարց այն քո դաշնակիցները երկրները որտեղ դու զորքեր ես դրել հանգարց բարձվեց խեղճ շնդոտներ են անում չեն ասում են թելադրել երբ կարող ես այդ տեղից դու զենք հանել կամ օթանավ բարձրացնել կամ ոչ Սա իհարկե ամերիկացիներին շատ վատ ուրեմն բան եղավ, մի րոպե մոռանանք էս Իրանի պատերազմը ում էր պետք, ճիշտ էր, սխալ էր, այդ չի հարցը այս րոպեին, հարցն է որ ինչ է սա նշանակում, դու նշանակում դու ես քո մոտ եմ ուրեմն քո պատանդն եմ, հա, էլ իմ ուժերը չեմ կարող շարժել։
օրինակ լավ չլինի, ասենք Հայաստանը այդ բանը ունենալ, իրավունք ունենալ, ասել որ այդ ուրեմն 100 բազայից ռուսական ոչ մի զենք չկարա մտնի դուրս գա առանց իմ թույլտվության։ Օրինակ այդ նույն բանը կատարվեց։ Եվ դրա բացի Հունաստանը ասաց խնդիր չկա, ինչ ուզում ես արա։ Եվ իր դիրքը իր ավելի լավ դաշնակից, հավատարիմ դաշնակից լինելու էս հանգամանքը ոնց որ ասում են ապացուցեց։ Դա հետևանքներից դա այսինքն առաջի քայլը չէր, որ եղավ արդեն սկսել էին տանել այնտեղ բազաները Թուրքիայից հանել են, ասել եմ, երբ որ էս 400 առավ Թուրքիան սկսած տեղից, դրանից առաջ էր։ Բայց հիմա դա էլ եւս մի անգամ ապացուցելու թե այստեղ ով է իսկական լավ բարեկամը, հա, այսպես ասած, եւ վարձատրվեց։ Հունաստանը հսկայական ձևով օգտվում է հիմա եւ էլ շատ է օգտվելու։ Եվ միջև այնտեղ հասավ, որ Հունաստանը սկսեց իրան հանգիստը զգալ Հայաստանին օգնելու հարցում։ Եվ ոչ թե ասենք թե ես զենք ուղարկեմ Ուկրաինային, ասում ես ավելի լավ է զենքը տամ Հայաստանին։ Դուք մնացածը բոլոր եվրոպացիներդ օգնեք բանին, Ուկրաինային։ Մենք ուրիշ խնդիր ունենք ստեղ։ Մենք ունենք խնդիրը Կիպրոսի հարցը կա, գազի հարցը կա, այնտեղ Հայաստանի հարցը կա։ Ամերիկան հասկանում է եւ ընդհանրապես ասում եմ եվրոպացիներն են հասկանում, որտեղ աշխատանքի բաժանում պիտի լինի։ Որը իհարկե մեզ համար շատ լավ է, մեկը գոնե, այսինքն մի քիչ ավելի մոտիկ աշխարհագրողներն ասած, որը այս րոպեին լավ հարաբերությունների մեջ է եւ Եվրոպայի հետ եւ Միացյալ Նահանգների հետ եւ Հայաստանի հետ, էս լավ տարբերակ է մեզ համար, ասենց ասեմ, համել Իսրայելի հետ ինչ որտեղ, չէ, որտեղ հիմա իրանք համագործակցում են այս հարցում նաեւ գազի եւ Կիպրոսի հարցում։ Էդ էլ իր հերթին։ Սա շատ հետաքրքիր հետևանքներ ունենալու ապագայում, որը պետք է իհարկե ավելի լուրջ նայել այս հարցին, մի քիչ ավելի խորը նայել, բայց դա հետո։ Հիմա այսօրվա դրությամբ ուրեմն Թուրքիան ինքը իրան գցեց մի տեսակ իզոլացման մեջ, եւ նայած դուրս գալու խնդիր չկա։ Այսինքն հարցը բարձա բոլորի համար է, որ Իսրայելը արդեն չի սիրում Թուրքիային, այլ ասենք այլևս մենք այն բարեկամներ չենք այդքան էլ ասենց ասած, այդ եղավ արդեն։ Բայց այն հանգամանքը, որ երկուսն էլ imperial գաղափարներ ունեն, Թուրքիան մեծ իր բաները ունի, չէ, ասենց հովերը ունի, որ մեզ պետք է լինեն մուսուլմանների առաջնորդը եւ հին օտոմաններ բաների վրա աչքեր ունեն, նույնն էլ Իսրայելը ինքը փոքրիկ չի, փոքրիկ է, բայց ինքը կայսություն է։ Ինքն էլ ուզում մեծանա։ Դեռ մեծ Իսրայելի գաղափարը կա։ Նա այստեղ է, որ իրար սկսել են բախվել, նաև այդ իմաստով շահեր, այստեղ մի քանի տարբեր ֆակտորներ կան։ Համենայնիվս էդ էլ է հարթին։ Սրանց ոչ մեկի վիճակը այսօրին այդքան լավ չի, բայց ամեն մեկը իր երկար իմաստով իր մեծ ստրատեգիական հարցերն է լուծում։ Մեկը մի քիչ ավելի հաջող, մեկը մի քիչ ավելի ոչ հաջող։ Ամերիկան այդ վալ դեպքում հեչ հաջող չի լուծում իր հարցերը, որովհետև փաստորեն ինքը առաջի անգամ շատ ակնառու ձևով բոլորի համար པարզ ձևով արդեն չես էլ կարող թաքցնես, ենթարկվեց Նաթանյահուի այս խորամանկություններին եւ որի համար ինքը շատ ափսոսում է։ Եթե ուրիշ պրեզիդենտ կարող էր ժպիտ դներ դեպքին եւ ձևացներ թե ամեն ինչ լավ է եւ ինքը մեծ գործ են կատարում իրանք միասին ստեղ Իրանի հարցում, Թրամփը գիտեք ինքը իր էմոցիաները շատ պահել չունի, ինչ որ դիպլոմատիկական բաներ անել չգիտի։ Ինչ որ մտքին կա, ինքն ասում է։ Դրանից 10 բան կգրի։ Սա այս դեպքում զանգել հայել էր Նաթանյահուին եւ հետո էլ իր սոցիալը մեր գրել, հետո երբ որ լրագրողները հարց տվեցին, չթաքցրեց, ասեց, որ այդպես էլ հա եղել է այդ դեպքը։ Միակ բանը, որ ինքը այս ամբողջ պատմության մեջ ինքը ուրեմն ժխտեց, ասեց էր, որ չէ, Նաթանյահուն ինձ գտից բռնած չտարավեց պատերազմի մեջ։ Ես արդեն ուզում էի, ես մտա այս պատերազմի մեջ, որպես Իրանը չի կարող միջուկային զենք ունենա։ Այս մանտրան կրկնելով մոռանալով, որ իրենք հենց
իրենց լեզվով ասում էին, իրենց բերնով ասում են, որ Իսրայելը խփեց եւ խփելու էր գիտեինք եւ եթե մենք չմտնեինք պատերազմի մեջ փաստորեն եւ հարձակվեինք բանի Իսրայելի հետ միասին Իրանի վրա Իրանի հակահարվածներից մենք կտուժեինք ավելի շատ, քան թե եթե մենք նախահարված լինեինք եւ ոչնչացնեինք նրանց բաները։ Այս ասելուց հետո Տրամպը շատ հանգիստ ձևով ասում է, որ չէ, ես առաջինը խփեցի, դա իմ գաղափարն էր սա, լրիվ ես մտածում էի, որ պետք է այս պատերազմը սկսել, որպես Իրանը միջուկային զենք չունենա, մոռանալով նորից, որ ինքը 20 անգամ թե 100 անգամ ասեց, որ այնտեղ էլ բան չէր մնացել, մենք ամեն ինչ ոչնչացրել էինք Խավիցյանս իրենց բոլոր միջուկային ուրեմն հնարավորությունները եւ այլն։ Այս մարդում իհարկե ասում է լեզուն ոսկոր չունի, ինչ ուզես ասում է, երբ ոնց ուզում ես շուրա տալիս եւ այս է դեպքերից մեկն է։ Հիմա պարզապես բոլոր մարդիկ չի որ մոռանում են թե նախան ինչ է ասել, իր համար տարբերություն չի անում։ Ոչ էլ իրան քվարտոնների համար իդեպատել ասեմ, մագայի համար հեչ տարբերություն չի անում։ Ինքը ֆորսուտ է խոսում, բոլորը իրեն սուտ է խոսում, ասում են I don't care-ի մոմենտ կա այստեղ։ Եվ ոստավ իրանց համար մնա ուրիշ ոչ մի արժեք չկա, իրեն կարևորը իրանց մարդն է։ Anyway, այս է այդպես։ Սկսեցինք ուրեմն բանից այդ տեսախցիկներից Երևանի, հա, որ ինձ չգիտես ինչի հիշեցրեցին, երբ որ այնտեղ քայլում էի Իրանում ինչ եղավ, Իսրայելը ինչպես մտավ հակ արեց դրանց մեջ եւ հիմա ռուսները արդյոք կամ ով կարող է այդ նույն բանը անի եւ վերջացնենք նրանով, որ Թրամփի հերթական ուրեմն բռնկումը եւ Նաթանյահուի հետ արդեն բաց կռիվը հայերով իրար նրա համար որ դու ինչ ես անում խոստացել էիր որ չես ավելի Լիբանանում առաջ գնալու ինչ ես խոստումներ կոտրում եւ այլ եւ իր ներքին խնդիրները մի խոսքով այսօր էսքանը Baby Talks միջև հաջորդ անգամ